Չալապյան, ըստ էության վերանային հանդիպումները ավարտվեց, վերջինը ձեր հետ էին հանդիպման, ինչ խորհուրդներ տվեցիք, ինչ արձանագրումներ արեցիք։ Երևի ոչ թե վերջինը, այլ ամփոփիչը։ Վրանային նկատի հանդիպումը, այո։ Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ դուք այս հանդիպումները լուսաբանում եք, շատ կարևոր է, որպեսզի հանրությունը հստակ թափանցիկ պատկերացում ունենա նրա մասին ինչ է այստեղ տեղի ունենում։ Մեր հիմնական խորհուրդը, որը նաև ձեր ներկայությամբ մենք բարձրաձայնեցինք նրան նման, որ բնականաբար այս շարժումը պետք է կենտրոնանա առաջին հերթին արմատական, ֆունդամենտալ Արցախահայերի իրավունքների վերականգնման վրա, այսինքն դա Արցախի վերադարձի իրավունքն է, արժանապատիվ եւ անվտանգ կյանքի իրավունքն է, բնականաբար գերիների վերադարձի իրավունքն է, ունեցվածքի վերականգնման իրավունքն է եւ այլն, բոլոր այդ իրավունքները։ Մնացած բոլոր խնդիրները, որոնք վերաբերում են օրինակ սոցիալական հարցերին, դրանք միջանկյալ ընթացիկ հարցեր են, դրանք երբևիցե չպետք է ներկայացվում որպես գլխավորը, ոչ գլխավորը դա Արցախի վերադարձի իրավունքն է, նաև ուզում եմ հիշեցնել, որ գործող իշխանության կողմից ընդունված 2021 թվականի կառավարության ծրագրում Արցախի ինքնորոշման իրավունքի պաշտպանությունը ընդունված է որպես կառավարության ծրագրի առանցքային մաս եւ կառավարությունը այդ մասը տոտալ ձախողել է։ Ուստի մենք կարծում ենք, որ այն կառավարությունը, որ իր ծրագրի առանցքային խնդիրը ձախողել է, իրավունք չունի շարունակել պաշտոնավարել այնպես, կարծես ոչ մի բան տեղի չունեցել։ Նրանք իրանք պետք է ըստեյության հրաժարական տան եւ գնան նոր ընտրությունների նոր մանդատ ստանան։ Մենք էլ բնականաբար այլ քաղաքական ուժերը պետք է հնարավորություն ունենք այդ պայմաններում գալ այլ բան առաջարկել եւ մեր ժողովրդին, մեր քաղաքացիներին հնարավորություն տալ կընտրելու մեր ժողովուրդը ինչ է ուզում։ Ինքը ուզում է Արցախի համար պայքարը շարունակել, թե համաձայն է գործող վարչակարգի հետ, որ Արցախի էջը փակված է։ Մենք համոզված ենք, որ մեր ժողովուրդը դեմ է դրանց, ճշող մեծամասնությունը համարում է, որ Արցախի համար պայքարը դա մեր ինքնության առանցքային մասը եւ պետք է այդ պայքարը շարունակվի։ Ուստի գործող իշխանության այս խորհուրդ կտայի վերջ տալ այս հիմարությունները դուրս տալ, որ օրինակ Արցախի հարցը լուծված է, Մինսկի խումբը կարող ենք լուծարել եւ այլն։ Ինչպես է լուծված, ոչ բան լուծված չի, բնականաբար։ Ընդհակառակը Արցախի հարցը ավելի է բարդացել Արցախի օկուպացիայի պայմաններում, ուստի գործող իշխանությունը պետք է ընդունի, որ ինքը այդ հարցը ձախողել է եւ հեռանա ճանապարհ բացելով նոր ընտրությունների համար։ Բայց իրենք չեն ընդունում դա, բացի այդ նաեւ ասում են, որ միևնույնն է, ուզեին թե չուզեին, ով էլ լիներ, ստեղծված իրավիճակը այդ հարցի միակ հանգուցալուծումն էր։ Կարծում եմ դա կեղծիք է, բնականաբար կեղծիք է, դա փորձ է սեփական ձախողումները բարթել բոլորի վրա։ Հիմա պատմությունը հնարավոր չի վերախաղարկել ու ասել, եթե ձեր փոխարեն մենք լինենք, ինչ կլիներ։ Չգիտենք դրա պատասխանը եւ չենք էլ կարող ասել, բայց մենք ուրիշ բան կարող ենք ասել։ Մենք կարող ենք ասել հետեւյալը, եթե դուք հեռանաք, շանս է բացվելու, որ Արցախը նորից կվերահայացվի եւ Արցախի հայ բնակչությունը կվերադառնա իր տները, կապրի անվտանգ եւ արժանապատիվ կյանքով։ Եթե դուք մնաք, այդ շանսը փակված է լինելու։ Դա ակնհայտ է։ Պարոն Չալապյան, այսօր Ռուբենյանը հայտարարություն արեց, որ իրենք ամեն ինչ արել են Արցախում արցախցիների իրավունքները պաշտպանելու համար։ Ինչպես եք մեկնաբանում այս ֆактը։ Մեկնաբանում եմ որպես շուտ, որովհետեւ եթե իրանք ամեն ինչ արած լինեին, արցախցիները հիմա կապրեին Արցախում անվտանգ եւ արժանապատիվ կյանքով, ինչպես նրանք ապրում էին մինչեւ այս վարչախմբի իշխանության գալը։ Դրան հակափաստարկ պարոն Չալապյան, իրենք ասում են, որ տեղի ունեցավ իշխանափոխություն եւ դա էր պատճառը, որ իշխանափոխությունից հետո մի քանի օրած Արցախի լուծարման հրամանագիր խնդրել է, դա արդեն այն կարգի իրենց հակափաստարկ։ Չէ, այն կարգի անհեթեթ կեղծիք է, ոնց որ կարելի ասել, որ 44 օրյա պատերազմում իրանք չէին պարտվել, նոյեմբերի 9-ի խայտառակ համաձայնագիրը չէին ստորագրել, Քարավաճառը, Ակնան եւ Բերձորը առանց մի կրակոցի չէին զիջել թշնամուն, դրանից հետո չէին գնացել Պրահայում, չէին ստորագրել Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը։ Բնականաբար բոլոր իրենց գործողությունները վերել էին նրան, որ Արցախը շրջափակման մեջ էր, որ Արցախը ըստ էության հոգեվարքի մեջ էր եւ Արցախում իդեպ հենց իրանց կողմից աջակցող նախագահ հրաժարական տվեց, հասկանալով, որ ինքը այլևս չի կարողանում այդ իրավիճակի վրա ազդել եւ դրանից հետո տեղի ունեցավ Արցախի օկուպացիան Ադրբեջանի կողմից։ Մեղադրել մի մարդու, որը ընդամենը մի շաբաթ իր վրա ստանձնել է պատասխանատվությունը
այդ քաոսը կառավարելու նրա մեջ, որ ինքը Արցախը լուծեց, ուղղակի ծիծաղել է բնականաբար, եւ դա եւս մի անգամ ցույց է տալիս, որ այս իշխանությունը մշտապես փորձում է ջրից չոր դուրս գալ, մեղադրել բոլորին համատարած բացի իրանցից։ Թեև նույնպես եմ ասում, ակնհայտ է, որ մինչև իրանց գալը Արցախը անվտանգ էր, Արցախը բարեկեցիկ էր, Արցախը զարգանում էր, իրանց գալով Արցախը կործանվեց։ Եվ պնդել, որ դրանում մեղավոր է ինչ-որ մի պարոն Սամվել Շահրամանյան, ուղղակի նույնպես եմ ասում, ծիծաղել է։ Հասկանալի է, որ դա ամենաանեթեթ մանիպուլյացիա է։ Եվ պարոն Չալաբյան, նաև քանի որ այս հանգամանքով պայմանավորված իշխանությունները նշում են, որ այս հանդիպումները, քննարկումները թեև սոցիալական խնդրով պայմանավորված է, այս վերանը այստեղ տեղադրվել եւ արցախցիներն էլ հայտնում են, որ իրենք իշխանափոխության պահանջ չունեն, բայց մեղադրում են ընդդիմադիր ուժերին, որ փորձում են արցախցիների հույզերի հետ խաղալով նորից հրապարակներ լցնել։ Տեսեք, մենք խոսում էինք եւ քննարկում ունեինք խորհրդի անդամների հետ եւ շատ հստակ ասցինք հետեւյալը մեր դիրքորոշումը։ Արցախցիները պետք է հետամուտ լինեն իրենց բնական ֆունդամենտալ իրավունքներին։ Դա առաջին հերթին Արցախ վերադառնալու եւ այնտեղ անվտանգ եւ արժանապատիվ կյանքով ապրելու իրավունքն է։ Ներհայաստանյան քաղաքականության արցախցիները որևէ կերպ խառնվելու կարիք չունեն։ Դա մեր գործն է, իդեպս իշխանությունները ինչ ուզում թող ասեն, վերջի թիմ ընտրությունները իրանք պարտվել են եւ թիմ ընտրությունները իրանք պարտվել են այն պատճառով, որ իրանք ձախողել են կոնկրետ համայնքների զարգացումը նաեւ Գյումրիի, Փարաքարի եւ այլն եւ դրա համար այդ համայնքների բնակչությունը ընտրել է անդիմադիր քաղաքական ուժեր, որը ոչ մի կապ չունի մեծ հաշվով նրա հետ այսօր ինչ են պահանջում ըստեղ արցախցիները։ Ուստի դա հերթական իշխանության մանիպուլյացիան է, այս խնդիրը սոցիալական չի, այս խնդիրը քաղաքական է, բայց այս խնդրի քաղաքական հիմնական ենթատեքստը նորից արցախահայերի իրավունքների պաշտպանությունն է։